Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալի նկարահանման հրապարակում միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է, չնայած որ հեռուստասերիալում իրադարձություններն էլ ավելի են լարվում ու էլ ավելի հետաքրքիր են դառնում։ Հեռուստասերիալը մի կնոջ մասին էր, ով ցանկանում էր կյանքը դասավորել չստացված ամուսնությունից հետո, բայց այդպես էլ չստացվեց։ Ոչ նախորդ ամուսնությունից, ոչ էլ հաջորդից նա չերջանկացավ։ Նախորդ ամուսնությունից նա ուներ 3 երեխաներ, որոնց թողեց միայնակ ու որոշեց սիրելիի հետ մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Բայց թե ինչ դժվարություններ բաժին հասավ նրան, հեռուստադիտողներն արդեն տեսել են։ Երբ պետք է ամեն ինչ լավ լիներ ու նրանց ֆինանսական վիճակը կարգավորվել էր, նա պետք է ծննդաբերեր, բայց ցավոք, ծննդաբերության ժամանակ մահանում է ու այլևս չի կարողանում ոչ առաջին 3 երեխաներին, ոչ էլ սիրելի տղամարդուց ունեցած երեխային մայրություն անել։ 3 երեխաները մեծանում են ոչ միայն առանց հոր, այլ առանց մոր ներկայության։ Ավելին, տատն ամեն անգամ հիշեցնում է նրանց մոր դավաճանության մասին, հիշեցնում, որ նրանց մայրը թողել է 3 երեխաներին ու հեռացրել, չխոսելով իր որդու մասին։ Չէ՞ որ առաջին մեղավորը հենց իր որդին էր, ով թողեց հեռացավ ու բնականաբար մայրը որոշեց իր կյանքը դասավորել։ Իհարկե, այս ամենն ընդունված չէ հայկական ընտանիքներում, քանի որ ոչ մի մայր այլ տղամարդու հետ չի գնա իր 3 երեխաներին թողնելով։ Բայց իհարկե, կանայք կան, ովքեր նախընտրում են սեփական երջանկությունը թողնելով 3 երեխաներին։ Տատն ամեն անգամ 3 երեխաների կյանքը թունավորում է, ցույց տալով մատնանշելով իրենց մոր սխալը։ Եվ այդ թշնամանքի առկայությամբ մեծացել են երեխաները։ Էլիզը փոխանակ դասավորի իր կյանքը լցված է վրեժի ծարավով։ Երբ իմացավ, որ Արշակն ու ընտանիքը վերադարձել են Հայաստան, բնականաբար առաջին քայլն այն էր, որ պետք է մտնի այդ ընտանիք ու ամեն ինչ անի, որ իրենք երջանիկ չլինեն։ Նա Արևին ամեն կերպ տրամադրում է հոր ու Մագդայի դեմ։ Նույնիսկ այնպես է արել, որ Արևը, ով հորն այդքան սիրում ու պաշտում էր, հիմա արդեն չի ուզում տեսնել։ Հիմա ամեն ինչ անում է, որ մնա Էլիզի կողքին, Էլիզն էլ իրեն պահում է այնպես, որ խորհուրդներ է տալիս։ Իհարկե, Արևը լսեց այն սարսափելին, որը պետք չէր, որ լսեր։ Էլիզը խոսում էր ընկերուհու հետ ու բացատրում, թե ինչ է զգում այդ փոքրիկի հանդեպ։ Իհարկե, Էլիզը դրա տակից էլ դուրս եկավ բնականաբար և ամեն ինչ դեռ շարունակվում է, բայց ընտանիքում բոլորը չէ, որ միամիտ են։ Արշակը հավանաբար արդեն գլխի է ընկել, թե ինչ խաղ է խաղում Էլիզը։ Մագդան լինելով երիտասարդ, բայց խելացի, Արշակին հենց սկզբից զգուշացնում էր, որ Էլիզն իրեն դուր չի գալիս, ու նա հենց այնպես չի հայտնվել այդ տանը։ Նա փորձում է տրամադրել ոչ միայն Արևին ընտանիքի դեմ, այլև փաստաթղթերի պատռման հարցում, չէ՞ որ Արշակը գտավ մի կտոր խոհանոցից ու շատ լավ հասկացավ, թե ում մատն է այդ ամենում խառը։ Նորոն էլ իր հերթին կատաղած է, քանի որ Էլիզը ինքնագլուխ բաներ է ասում։ Ալինան էլ առողջական վատ վիճակում է։ Ինչպես արդեն նշել էինք, հավանաբար նրանք հայտնվելու են ծանր վիճակում, որ ինչ-որ մեկի բուժման համար բավական մեծ գումար է պետք ու Արշակն օգնելու է նրանց ու հավանաբար հաշտվելու են։ Հեռուստադիտողները ենթադրում են նաև, որ նոր սիրային գիծ է հայտնվելու Նորոյի ու Մագդայի մասնակցությամբ և այդ ամենը տանում է հենց դրան։ Հեռուստասերիալը մեծ խորհուրդ ունի՝ չթողնել ընտանիքներն ու չգնալ արտագնա աշխատանքի, որտեղ ևս մեկ ընտանիք ստեղծել ու չիմանալ վերադառնալ հին ընտանիքի, թե մնալ նոր ընտանիքի մոտ։ Կանայք, ովքեր ունեն երեխաներ, չհավատան գեղեցիկ ապագային, քանի որ նրանք պետք է մեծացնեն իրենց զավակներին տան այն սերն ու ջերմությունը, որոնք պարտավոր են տան, չէ՞ որ այդ երեխաները նրանց չեն խնդրել, որպեսզի լույս աշխարհ բերեն ու թողնեն մենակ։ Այո, երեխաներին մեղադրում ենք Էլիզին, բայց չէ՞ որ Էլիզը մեծացել է միայնակ։ Էլիզը կրել է այն ծանր հոգսը ընտանիքում, որը նրա մանուկ ու սերի համար չէր։ Բայց նրանք մեծացել են արժանապատվորեն, Նորոն նրանց պահել է արժանապատվորեն, բայց չէ՞ որ նրանք հարցեր ունեն իրենց մորը։ Իհարկե, տատն ամեն ինչ անում է, որպեսզի սլաքները չուղղվեն հոր դեմ, բայց միևնույն է, բոլորը մեղավոր են այս ամենում։
Իսկ մինչ կբացահայտվեն հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք արդյոք արդարացնում եք Էլիզի պահվածքը և գտնում եք, որ Էլիզը պետք է նման բաներ անի և ինչ եք կարծում բոլոր մայրերն ընդունակ են նման բանի, որ թողնեն իրենց 3 երեխաներին ու հեռանան այլ տղամարդու հետ երջանիկ ապագայի հույսով։ Չմոռանաք նաև բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Կիսվեք ձեր կարծիքներով, յուրաքանչյուր կարծիք կարևոր է մեզ համար։ Չմոռանաք նաև գրել, թե ինչ եք կարծում հեռուստասերիալում ինչ փոփոխություններ են լինելու և նաև գրեք, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք հասցրել սիրել և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ։